Բարի երեկո։ Մեկ-մեկ, երբ հարևան Խանության Պուչուր խանն սկսում է խոսել պատերազմը վերսկսելու մասին, ներքին անկասելի ցանկություն է առաջանում ասելու, որ դուք մի հատ գնացեք Ռեյխստագի մոտ քոչարի բարեք, հետո եկեք ու մեզ պատերազմով վախեցրեք։ Այն, որ մեր պապերը ուղիղ 66 տարի առաջ գերմանական այդ կառույցի մոտ հին հայկական պարն էին պարում, առավել քան օրինաչափ էր։ Ով, բայց հայերը դրա իրավունքը հաստատ վաստակել էին։ Փոքրիկ մի պետությունից, խորհրդային Հայաստանից, հայրենական մեծ պատերազմին մասնակցելու գնաց 600,000 հայ տղամարդ։ 600-ից ուղիղ կեսն իրենց տներ չվերադարձավ, մնացին մարտի դաշտում ավերժացնելու անծայրածիր տարածության վրա խորհրդային զորքերի վարած հաղթական մարտերի փառքը։ Ըստ վիճակագրության խորհրդային զորքերում հրամանատարական կազմում թվականակով հայերը երրորդն էին, ավելի պարզ միջին զորամասի հրամանատարներից ենթադրենք 4-ը ռուս էին, 3 ուկրաինացի, իսկ 2-ը հայ։ Իսկ եթե այդ թիվը դիտարկենք տվյալ հանրապետության ամբողջ ազգաբնակչությանը բաժին հասնող հրամանատարների թվականակով, ապա բացարձակ առաջատար կլինենք։ Սա ասում եմ ոչ թե պատկերավոր ասած մեր ժողովրդի գլուխը գովալու համար, թե տեսեք ինչ լավն ենք, այլ որ մերոնք պետք է պարեին քոչարին ու պետք է պարեին հենց Բերլինում, հենց Ռեյխստագի մոտ, թշնամու սրտում։ Նույն տրամաբանությամբ, որով արդեն մեր հայրերն ու եղբայրները մեր քոչարին պարում էին նաև Շուշիում, մայիսի 8-ին, իրականացված բացառիկ փայլուն մարտական գործողության արդյունքում տարած փառահեղ հաղթանակի արդիվ։ Եվ մի քիչ բարդ է մեզ պատերազմով վախեցնելի, քանի որ բոլոր նման պատերազմների ավարտին մենք, որպես կանոն, հաղթական քոչարի ենք պարում։ Հայ զինվորների ու զորահրամանատարների փառքը թնդում է մինչև հիմա, եւ դա օբյեկտիվ է, այդպես էլ պետք է լիներ։ Եվ ոչ թե այն պատճառով, որ մենք այդքան հանճարեղ ենք, այլ որ ճակատագիրն է ստիպել այդպեսին դառնալ։ Ճակատագիրն է ստիպել, որ հայն ավելի արարող լինի, ավելի ստեղծագործ, քանի որ մեր հացը մենք ոչ թե անծայրածիր դաշտերում աճեցված ցորենից ենք ստացել, այլ քամել քարից։ Մեր հարստությունը ոչ թե ոսկու կամ նավթի անսպառ պաշարներից ենք ստացել, կամ էլ օտարներին գաղութացնելով եւ նրանց հարստությունը թալանելով, այլ մնացածից ավելի շատ աշխատելով եւ ուղեղին զոր տալով։ Այսինքն դա պարտադրված իրողություն է եղել այնպես, ինչպես նաեւ լավ կռվելը։ Ինչու է հայոց պատմությունն ավելի շատ կառուցվում ոչ թե թագավորների, այլ զորահրամանատարների կամ թագավոր զորահրամանատարների վրա, որովհետեւ պատմության գրեթե բոլոր փուլերում մենք պարտադրված ենք եղել կռվել, տուն ու տեղ ընտանիք պաշտպանել։ Եվ բնական է, որ այդքան թոուբոյի միջով անցած հայը պետք է լավ ռազմիկ դառնար, այլ տարբերակ ուղղակի չկար։ Կամ մենք ջնջվելու էինք որպես ժողովուրդ այս երկրագնդի երեսից, ինչպես բազմաթիվ այլ մեծ հասակակիչ ժողովուրդներ, կամ էլ քարից էինք հացկամելու ու թշնամու 10 զինվորի դեմ մեկին էինք հանելու, բայց այդ մեկը նույնիսկ իր կյանքի գնով թշնամու հարցերը լուծելու էր ու քոչարին ամեն դեպքում մենք պարելու էինք։ Հետևաբար այն, որ մեծ հայրենականում հայերը հայրենիքին տված զորահրամանատարների քանակով բացարձակ առաջատար են եղել, առավել քան օրինաչափ է։ Դարեր շարունակ մենք ստիպված ենք եղել ավելի ճիշտ հաշվարկել մեր հնարավորությունները եւ հաղթանակի ավելի ճիշտ ու ավելի քիչ ռեսուրսներ ենթադրող ուղիներ գտնել։ 4 մարշալ մեկ պատերազմում դա կատակ բան չէ։ Դա հայ ռազմիկի որակի լավագույն վկայությունն է։ Նույն այն որակի, որը փայլուն կերպով իր դրսևորումն ունեցավ նաեւ Արցախյան գոյամարտում։ Եթե տարատեսակ վիվարոներ լինեին նաև պատերազմի սկզբում եւ փորձեին խաղադրույք կատարել արդյունքի վրա, ապա պատերազմի սկզբում հայերի համար սահմանված տոկոսադրույքը խայտառակ ցածր կլիներ։ 2 անգամ ավել ազգաբնակչություն, խորհրդային միությունից ժառանգություն մնացած վիթխարի քանակությամբ զենք ու զինամթերք, բացահայտ աջակցություն մահմեդական երկրներից զենքի ու զինյալների, ռազմական խորհրդականների եւ այլնի տեսքով։ Սա այն կապիտալն էր, որով հարևան երկիրը պատերազմում էր Հայաստանի դեմ։ Իսկ ինչ ունեինք մենք։ Գրեթե ոչինչ։ Երկրաշարժից ուշքի չեկած պետություն տասնյակ հազարավոր փախստականներով, քարուքանդ եղած տնտեսություն շրջափակում, ընդամենը դպրոցներից արգրավող հնամաշ ինքնաձիգներ, որսորդական հրացաններ, հակակարգտային մի քանի ալազաններ, բայց ամենակարևորը հերոս տղեր ու ֆենոմենալ մարտական ոգի հաղթելու վճռականություն ու դարերից եկող հաղթող մարտիկի որակը։
Ինչ եղավ արդյունքում։ Մի քիչ շուտ եղավ, եւ ափսոս որ շուտ եղավ, քանի որ եթե մի 2-3 ամիս հետո լիներ, ապա կլիներ այն, ինչը կասկած անգամ չէր հարուցում որևէ մեկի, այդ թվում նաեւ Իլհամի պապայի մոտ։ Մերոնք էլի էին քոչարի բարելու, բայց արդեն Բաքվում։ Փառք մեր բոլոր հայրենիներին, ովքեր իրենց արյան գնով տոնեցին մեզ համար կենսականորեն կարևոր երկու հաղթանակները՝ հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան գոյամարտում։ Եվ փառք մեր բոլոր այն տղաներին, ովքեր այսօր զենքը ձեռքին պաշտպանում են մեր հաղթանակները։ Այն տղերքին, ովքեր վաղը, եթե Պուճուր խանը որոշի հերթական անգամ բախտը փորձել, էլի են քոչարի բարելու, բայց արդեն Կասպից ծովի ափերին, համ էլ կհանգստանան։ Առողջ եղեք։